Մարդու ծիծաղ է գալիս, երբ դուք խոսում եք կարմիր գծերի մասին։ Դիմելով իշխանության ներկայացուցիչներին, օրերս իր ելույթում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Բագրատ Սրբազանը շեշտեց, որ եթե նույնիսկ չթվարկի այն բոլոր աղետները, որոնք ներկայիս իշխանություններն են բերել, միայն մեկ դեպքը՝ Եռաբլուրում նահատակ զավակների հերոսների ծնողներին քարշ տալը, այդպիսի անհարգալից վիճակի հասցնելը բավական է։ Բավական, որպեսզի դուք ոչ միայն չխոսեք կարմիր գծերի մասին, այլև ուղղակիորեն հեռանայիք, գլուխներդ կախ հեռանայիք մեր կյանքից։ Այդ թե ովքեր են կարմիր գծեր խախտել, դեռ պիտի փառք տակ Աստծուն, որ մեր երիտասարդները շատ պարկեշտ երիտասարդներ են, շատ պարկեշտ, շատ առաքինի, հասկանում են, թե ինչի համար են իրենք դուրս եկել հրապարակ, ինչի համար են իրենք գործում, որպեսզի այս երևույթները նաև վերանան։ Սրբազան պայքարի առաջնորդն օրինակ բերելով Սուրբ գրքից ասաց, որ պտուղն իր ծառից է ճանաչվում։ Չար պտուղը չի կարող լինել բարի ծառի արդյունք եւ հետեւաբար չար ծառն ու չար պտուղը պետք է կտրվեն եւ դեն նետվեն, քանի որ նրանք տեղ են զբաղեցնում, քայքայում են, փչացնում են հողը։